Փոքրիկն է փրկել մորը, թե մայրը երեխային։ Հիմա կարևոր չէ, երկուսն էլ լավ են։ Բալիկը ինձ փրկել է։ Հրաշք է, որ անկառավարելի փոթորիկի ժամանակ ազբեստից թիթեղը տանիքից պոկվել ընկել է հղի կնոջ փորին, մեծ պատրվածք բացելով, բայց երկուսն էլ ողջ առողջ են։ Ես ուղղակի մտածում էի, որ չգիտեմ, երևի չենք փրկվի, որտեղ բավականին մեծ վնասվածք է ստացվել։ Մայիսի 11-ին փոթորկոտ օրը երեկոյան Ռուզաննան բակ էր իջել իր տղային տուն տանելու համար։ Ինքը դրսում էր, որպես ինքը չվնասվեր, բայց ես իրան չհասա այդ դեպքի ժամանակ տանիքից թիթեղը պոկվեց ու հարվածից ինձ վնասեց։ 1 լիտրից ավելի արյուն է կորցրել Ռուզաննան, պտղաջրերն են հոսել, հարևանն է մեքենայով շատ արագ հասցրել Էրեբունի բժշկական կենտրոն։ Ցավերը շատ արտահայտված էին, անմիջապես ինչ հարցեր մենք ունեինք իրեն տալու, անմիջապես տեղեկացված իր մասին, հնարավոր բարդությունների մասին, շատ լավ շփում ստացվել է եւ մինչեւ այսօր էլ։ Դեպքը ոնց տեղի էր ունեցել, նույնությամբ ինքը հենց միանգամից պատմել է մեզ։ Այս մարդիկ են երկու կյանք փրկել։ 2-3 րոպեում ծննդատան հերթապահ բրիգադը հղի կնոջը պատրաստել է վիրահատության։ Կեսարյան հատումով է ունեցել 2 կիլոգրամ 400 գրամ քաշով 48 սանտիմետր հասակով փոքրիկին։ Շոկ է եղել բժիշկների համար, որ տանիքից պոկված թիթեղի հարվածից մորփորի մեջ երեխայի քունքը վնասվել է։ Երեխայի ձախ հոնքի շրջանում մոտ 5 սանտիմետր երկարությամբ վնասվածք։ Երեխան տեղափոխվել է նորածնային բաժանմուն, որտեղ ստացել է առաջին բուժօգնությունը եւ հետագա ավելի մանրակրկիտ հետազոտման եւ ճիշտ բուժման նպատակով տեղափոխվել է համապատասխան մասնագիտացված կլինիկա։ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում է հիմա երեխան։ 1 ամիս շուտ է լույս աշխարհ եկել։ Մայրը դեռ միայն լուսանկարներով է տեսել աղջկան։ Մի քանի օրից, երբ երկուսն էլ լավ լինեն, կհանդիպեն։ Չլսված, չտեսնված է ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանի համար այս պատմությունը։ Արդեն 45 տարին լրացել է, ես չեմ տեսել այսպիսի դեպք, որ բնության աղետի պատճառով հղիգինը այդպիսի վնասվածք ստանա։ Արդեն 3 երեխա լույս աշխարհ բերած կինը կարող է նորից մայրանալ։ Վստահ է Էրեբունի բժշկական կենտրոնում։ Ուզում են, որ մյուս անգամ թեթև լինի հղիությունը։ Դանա Մովսիսյան, Նորայր Շարբաթյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։